1908 թվականի հոկտեմբերի 10-ին ծնվել է Աննա Տեր-Ավետիքյանը։ Աննա Տեր-Ավետիքյանը Հայաստանի առաջին կին ճարտարապետն է, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր ճարտարապետ։ Նա Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Կոստանդին Հովհաննիսյանի կինն է։ Ավարտել է Երևանի Պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, որի հիման վրա հետագայում ստեղծվել է Պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1926 թվականից աշխատել է Նիկողայոս Բունյաթյանի եւ Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցներում, ապա նախագծային կազմակերպություններում։ Աննա Տեր-Ավետիքյանի նախագծերով Երևանում կառուցվել են շուրջ 40 շենքեր, դպրոցներ, բնակելի տներ, վարչական շենքեր։ Նրա նախագծով են կառուցվել Կորյունի փողոցի եւ Մաշտոցի պողոտայի անկյունում գտնվող կինեմատոգրաֆիստների բնակելի շենքը, որտեղ գտնվում է հանրահայտ Պոնչիկանոցը, Ապովյան Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող բնակելի շենքը, Մայակովսկու անվան դպրոցը։ Ամուսնու Կոստանդին Հովհաննիսյանի հետ նախագծել են ոստիկանության շենքը, Սախարովի հրապարակում տեղակայված Երևանի Հրշեջ կայանի շենքը, արդեն գոյություն չունեցող Սասունցի Դավիթ կինոթատրոնի շենքը։ Աննա Տեր-Ավետիքյանը հին երևանցիների հայտնի ընտանիքից է, որի շնորհիվ ստեղծվել են պատմամշակութային արժեք ունեցող շենքերից շատերը՝ Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, Երևանի Պետական համալսարանի հին շենքը, Աբովյան փողոցում գտնվող առաջին հիվանդանոցը։ Տեր-Ավետիքյանների ջանքերով իրականացվել է նաև Կրբուլաղի աղբյուրներից եկող ջրամատակարարման առաջին ցանցը Երևանում, ինչը երևանցիներին մաքուր խմելու ջուր ունենալու հնարավորություն է տվել։ Աննա Տեր-Ավետիքյանը կյանքից հեռացել է 2013 թվականին։ 1813 թվականի հոկտեմբերի 10-ին ծնվել է Ջուզեպպե Վերդին, նշանավոր իտալացի կոմպոզիտորը, համարվում է 19-րդ դարի առավել ազդեցիկ օպերային երգահաններից մեկը։ Գրել է 28 օպերա, որոնցից շատերը, այդ թվում Ռիգոլետտոն, Տրավիատան, Տրուբադուրը, Աիդան, Օթելլո օպերաները ընդգրկված են ժամանակակից խոշորագույն օպերային թատրոնների մշտական խաղացանկերում։ Վերդին դժվար մանկություն է ունեցել, ընտանիքը խեղճ է ապրել։ Գյուղի եկեղեցում նա մասնակցել է պատարագների մատուցմանը, նորաճանաչություն ձեռք բերել եւ երգեհոն նվագել սովորել է Պիետրո Բայստրոկիի մոտ։ Տեսնելով որդու առաջադիմությունը երաժշտության ասպարեզում, ծնողները Ջուզեպպեին սպինետ են նվիրել։ Այդ խիստ անկատար գործիքը կոմպոզիտորը պահպանել է ամբողջ կյանքի ընթացքում։ Երաժշտության մեջ շնորհալի պատանուն ուշադրություն է դարձրել Անտոնիո Բարեցին, մի հարուստ վաճառական հարևան Բուսետո քաղաքից։ Նա հավատում էր, որ Վերդին կդառնա ոչ թե պանդոկապան կամ եկեղեցական երգեհոնահար, այլ մեծ կոմպոզիտոր։ Բարեցիի խորհրդով 10-ամյա Վերդին տեղափոխվել է Բուսետո ուսման։ Միլանում, ուր Վերդին գնացել է 20 տարեկան հասակում, կրթությունը շարունակելու նպատակով նրան կոնսերվատորիա չեն ընդունել, դաշնամուր վատ նվագելու պատճառով։ Բացի դրանից կոնսերվատորիայում տարիքային սահմանափակում կար։ Վերդին սկսել է կոնտրապունկտի մասնավոր դասեր ստանալ, միաժամանակ կազմակերպելով համերգներ։ Շփվելով Միլանի հասարակության վերնախավի հետ, նա որոշել է թատերական կոմպոզիտորի լուրջ գործունեություն ծավալել։ Իտալացի կոմպոզիտորը մահացել է 1901 թվականին։ 1861 թվականի հոկտեմբերի 10-ին ծնվել է Ֆրիտյոֆ Նանսենը։ Նանսենը նորվեգացի բևեռախույզ է, կենդանաբանության պրոֆեսոր, հասարակական գործիչ, ականավոր հումանիստ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Նանսենը ընդգրկվել է Ազգերի լիգայում որպես բարձրագույն լիազոր։ Այդ ընթացքում նա օգնել է Ռուսաստանին եւ ստեղծել է Նանսենի էմիգրանտների անձնագիր։ Ազգերի լիգայում իր աշխատանքի համար նա պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով, պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել նանսենյան հանձնագրեր։ 1938 թվականին ստեղծվել է Նանսենի ակադեմիան Նորվեգիայի Լիլլեհամեր քաղաքում։ Այն գործում է մինչ օրս։ Նանսենը մահացել է 1930 թվականի մայիսի 13-ին 68 տարեկանում։ 1963 թվականի հոկտեմբերի 10-ին մահացել է Էդիթ Պիաֆը։ Հանրահայտ ֆրանսիացի երգչուհի եւ դերասանուհի Էդիթ Ջովաննա Գասիոն ծնվել է 1915 թվականին։ Մայրը Անիտա Մայարը անհաջողակ դերասանուհի էր, հայրը Լուի Գասիոն փողոցային աճպարար։ 2 տարի անց կինը լքել է ամուսնուն, իսկ աղջկան թողել իր ծնողների մոտ։ Տեսնելով, որ Էդիթը ապրում է չափազանց վատ պայմաններում, Լուին տեղափոխել է աղջկան Նորմանդիա, իր մոր մոտ, որը հասարակած տուն էր պահում։ Նորմանդիայում պարզվել է, որ Էդիթը կույր է։ Կյանքի առաջին իսկ ամիսներին նրա մոտի հայտ էր եկել կերատիկ։ Երբ այլևս բուժման որևէ հույս չէր մնացել, տատիկը տարել է Էդիթին Լիզյե քաղաք, Սուրբ Թերեզայի գերեզման, որը հայտնի ուխտատեղի էր։ Ուխտագնացությունից գրեթե անմիջապես հետո 1921 թվականի օգոստոսի 19-ին Էդիթը նորից սկսել է տեսնել։
Նա այդ ժամանակ 6 տարեկան էր։ Շուտով Էդիթը գնացել է դպրոց, սակայն քաղաքի բնակիչները չէին ցանկանում իրենց երեխաների կողքին տեսնել մի աղջկա, որը ապրում էր հասարակած տանը։ Ուստի որոշ ժամանակ անց Էդիթը ստիպված է եղել թողնել ուսումը։ 1924 թվականին հայրը տարել է Էդիթին իր հետ Փարիզ, որտեղ նրանք սկսել են միասին հանդես գալ փողոցային ներկայացումներով։ Պիաֆը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է ճնճղուկ, այդպես նրան կնքել էր կաբարեի տեր Լուի Լեբլեն։ 8 տարեկանից Պիաֆը երգել է հրապարակներում, կաբարեներում։ 1936 թվականին բանաստեղծ Ռայմոն Ասսոյի ու կոմպոզիտոր Մարգարետ Մոննոյի համագործակցությամբ ձևավորվել են երգչուհու ոճը եւ հետագա երգացանկի հիմնական առանձնահատկությունները։ Ասսոն գրել է երգեր հատուկ Պիաֆի համար։ Երգերի մեծ մասում արտահայտվել է Պիաֆի կերպարի քննարականությունը։ Հարուստ ինքնատիպ ձայնով, արտահայտիչ շարժուձևով եւ կատարողական արվեստի վարպետությամբ Պիաֆը փողոցի երգչուհուց հասել է մեծ փառքի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Պիաֆը հաճախ ելույթներ է ունեցել համակենտրոնացման ճամբարներում եւ բարեգործական համերգներով օգնել զոհվածների ընտանիքներին։ Հետպատերազմյա շրջանում երգչուհին հասել է իր փառքի գագաթնակետին։ Պիաֆը իր կատարած որոշ երգերի տեքստերի եւ երաժշտության հեղինակն է։ Պիաֆը խրախուսել ու աջակցել է Շարլ Ազնավուրին, Իվ Մոնտանին եւ սկսնակ այլ երգիչների։ Պիաֆը կյանքից հեռացել է 1963 թվականին 47 տարեկանում։ 1911 թվականի հոկտեմբերի 10-ին Չինաստանում տապալվել է միապետությունը։ 105 տարի առաջ այս օրը Չինաստանում տապալվել է միապետությունը։ Ընդդիմության առաջնորդ Սուն Սատ-սենը Չինաստանը հռչակել է հանրապետություն։ 20-րդ դարում Չինաստանը թևակողել էր անկայունության եւ արևմտյան կախվածության ժամանակաշրջան, երբ խոշորագույն ասիական պետությունը դարձել էր այսպես կոչված կիսագաղութ։ Իշխանության գլուխ կանգնած էր Մանջուրյան Ցին դինաստիան, որի օրոք պետությունը չի կարողացել բավարար չափով արդիականացնել իր տնտեսությունը, բանակը եւ պետական կառավարման ձևը։ Դեռևս 1898 թվականին, երբ պետությունը փորձել է բարեփոխումներ անցկացնել, դրանք ձախողվել են, ինչի հետևանքով Չինաստանում բռնկվել է ապստամբություն։ Ամբոստացած ժողովուրդը կարգախոսներ է հնչեցրել արտաքին ուժերի դեմ։ 1900 թվականի սեպտեմբերին չինական կառավարությունը ճնշել է այդ ապստամբությունը, սակայն խոշտանգումները չեն կարողացել կանգնեցնել երկրում ավելի մեծ ապստամբության բռնկումը, որը պատմության մեջ հայտնի է դարձել որպես Սինհայական հեղափոխություն։